Դեռևս նոյեմբերին էր որոշվել, որ այս օրերին է անցկացվելու ակամփ փնտրող ռոբոտների մրցույթը։ Ապրիլյան առաջին շաբաթվա ռազմական գործողությունները մրցույթն ավելի արդիական ու պահանջված դարձրեցին։ Երեխաները մի քանի գիշեր չեն քնել, որ ավարտին հասցնեն ռոբոտների ստեղծումը։ Պատրաստ է ինքը, ուղղակի իրան մի թերություն կա, որ ինքը պատին հրվելու դեպքում ժամանակ է կորցնում։ Ռոբոտները զոհում են իրենց, որպեսզի ականազերծեն տարածքները, բայց երեխաները չեն զլանում, որքան պետք է ռոբոտներ կստեղծեն, միայն թե վտանգավոր տարածքներ Հայաստանում ու Արցախում չլինեն։ Մենք հավաքել ենք արդեն մեկ ուրիշ ռոբոտ, մասնակցել ենք հաջորդ տարվա ցուցահանդեսին, արդեն մեր նոր բանակին օգտակար ռոբոտով։ Arm Robotics ռոբոտաշինության զարգացման համար այս մրցույթին 11 թիմ է մասնակցում։ Ucom ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ միասին երեխաների մոտ ինժեներական հետաքրքրությունն ու հմտությունները զարգացնելու պատասխանատվություն է ստանձնել։ Կազմակերպիչներն ասում են, 7 տարիների ընթացքում մասնակիցների թիվն աճում է։ Այս թիմերը համախմբված են եւ թեկուզ տարբեր ոլորտներում աշխատելով համատեղ աշխատում են եւ խնդիրների նկատմամբ ընդհանուր լուծումներ են գալիս։ Դա կբերի ոլորտի համախմբման եւ կբերի նոր լուծումների ի հայտ գալուն։ Ակամփ փնտրող ռոբոտներ մրցույթի հաղթողները կորոշվեն այսօր լավագույն եռյակը դրամական պարգևների կարժանանա։ Գումարը կօգնի, որ երեխաներն ու երիտասարդները հետագայում կատարելագործեն ռոբոտ ականազերծներին, որոնք կարող են համալրել հայոց բանակի զինանոցը։ Սպորազինության մրցավազքով մենք չենք կարող հաղթել, մենք կարող ենք հաղթել ուղեղների մրցավազքով եւ եթե 10-12 տարեկան երեխաներ այսօր արդեն պրակտիկ խնդիրներ են լուծում, կարելի է մոտավորապես երևակայել, թե 20-22 տարեկանում իրենք ինչքան շատ ավելի բարդ եւ պրակտիկ խնդիրներ կլուծեն մեր ռազմաճնաբերության համար։ Հաջորդ ամիս Arm Robotics ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում անցկացվելու է անօդաչու թռչող սարքերի մրցույթը։ Թերեզա Կադայեվյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։